Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելու համար բեմ ենք հրավիրում Արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին, ովքեր արժանացել են մարտական խաչի։ Իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Գոր Դարմանյան արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արիության մեդալի։ Իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Գևորգ Մանուկյան արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի և տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Շուլի Հակոբյան արժանացել է Հայաստանի Հանրապետության մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի։ Երևանի պետական համալսարանի դրոշը բարձրացնելու համար բեմ ենք հրավիրում Բուլղարիայում անցկացված մաթեմատիկայի 23-րդ միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Ալբերտ Սահակյանին և նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող արծաթե մեդալակիր Վազգեն Միքայելյանին։
Մերո մեծարգո ռեկտոր, սիրելի համալսարանականներ, հարգելի հյուրեր եւ իհարկե սիրելի առաջին կուրսեցիներ։ 10 տարի առաջ համալսարանի պատմության մեջ հիմք դրվեց Հայաստանում իր բնույթի մեջ եզակի մի ավանդույթի։ Ավանդույթ, որի անունն է Երևանի պետական համալսարանի մեծարման եւ առաջին կուրսեցիների երթման արարողություն։ Ինչ հաճելի հիշողություններ։ 10 տարի առաջ այս բեմից հենց մենք սիրով ողջունեցինք առաջին կուրսեցիների մուտքը Մայրբու։ Եվ այսպես, հարգելի ներկաներ, 2016 թվականը հոբելյանական է մեր ողջ ազգի համար, քանզի մենք նշում ենք մեր երկու հանրապետությունների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակը։ Այս տարի հոբելյանական է նաև Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի համար։ Մենք տոնում ենք մեր շատ սիրելի կենտրոնի 10-ամյակը։ Եվ հենց այդ գեղեցիկ առիթն էլ իր շուրջն է համախմբել մշակույթի կենտրոնի բոլոր տարիների սաներին, որոնց դուք դեռ առիթ կունենաք տեսնելու այս երեկոյի ընթացքում։ Այժմ մեր հոբելյանական միջոցառման բացման եւ ողջույնի խոսքը ասելու համար սիրով բեմ ենք հրավիրում Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պարոն Արամ Սիմոնյանին։ Սիրելի առաջին կուրսեցիներ, սիրելի բարձր կուրսեցիներ և սիրելի համալսարանական իմ գործընկերներ, իրավի ուրախալի օր է այսօր և 10 տարի մենք շարունակ այս ուրախությունը ապրել ենք ամեն սեպտեմբեր։ Ուրախալի է նախ այն պատճառով, որ մենք առաջին կուրսեցիներին ընդունում ենք համալսարանական մեծ ընտանիքից ներս և երկրորդը, որովհետև սա մի լավ առիթ է ևս մեկ անգամ մեծարելու մեր համալսարանը։ Այս տարի առանձնահատուկ է այդ մեծարման տոնակատարությունը ոչ միայն այն պատճառով, որ մենք նշում ենք մեր երկու հայկական պետությունների 25-ամյակը, այն նաև, որ այսօր մեզ հետ են մեր հերոս տղաները, մարտի դաշտում իրենց փայլուն դրսևորած մեր ուսանողները, որոնք ոսոխին դիմակայեցին համալսարանականին վայել խիզախությամբ։ Մենք հպարտ ենք նաև, որ նման խիզախություն ցուցաբերեցին նաև մեր մաթեմատիկոս ուսանողները, որոնք փայլուն հաղթանակ տարան միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում։ Իրավի մենք նրանցով հպարտանում ենք։ Սիրելի համալսարանականներ, եկեք մեկ անգամ ևս հոտնկայց ծափահարենք մեր այս հերոս տղաներին և մեր մաթեմատիկոսների։ Քարորյա պատերազմում իրենց մասնակցությունն ունեցան շատ ու շատ համալսարանականներ, թե մարտի դաշտում, թե այստեղ թիկունքում կազմակերպելով օգնություն Արցախին և մեր զինվորներին։ Սա համալսարանականի միսն ու այլունն է։ Համալսարանականը չի կարող ուրիշ կերպ ապրել, որտեղ սա այն կենսաձևն է, որը միշտ հատուկ է եղել համալսարանի թե ուսանողին և թե աշխատողին։ Իրավի գեղեցիկ է պահը նաև այն պատճառով, որ ամռան սկզբին մենք բոլորս հրաժեշտ տվեցինք մեր շրջանավարտներին և նրանց մաղթեցինք հաջողություններ նոր մտած կյանքի իրենց ուղին ճանապարհին։ Եվ այսօր ահա ընդունում ենք նորելուկ համալսարանականներին։ Ինչ գեղեցիկ խորհրդանիշ է սա։
կյանքի հավերժության, շարունակության ամենափայլուն օրինակներից մեկը, որով կանգուն է մարդկությունը, որով կանգուն է քաղաքակրթությունը։ Քիչ առաջ կանգնած, երբ լսում էի մեր հանրապետության հիմնը, հպարտությամբ վեր հիշում էի, որ ահա 25 տարի է մենք ապրում ենք այդ բերկրանքը, հայոց պետություն ունենալու բերկրանքը, սեփական պետության հիմնը կանգնած լսելու բերկրանքը։ Չկա մարդու համար ավելի մեծ երջանկություն, քան ունենալ սեփական պետություն, սեփական հայրենիքում եւ այդ պետության զարգացման ու կայացման մասնակիցը լինել։ Սիրելի համալսարանականներ, մենք բոլորս հպարտ ենք իսկապես, որ համալսարանական ենք, որ ապրում ենք մայր հայրենիքում, որ մեր մասնակցությունն ենք բերում մեր պետության կերտմանը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կեցե մեր սիրելի եւ հավերժ երիտասարդ համալսարանը։ Շնորհավորում եմ բոլորին։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Երևանի պետական համալսարանը առաջինն էր, որ արձագանքեց եւ ստեղծեց 17 հոգուց կազմված կամավորական ջոկատ, որը մեկնեց Արցախ զորակցելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ջոկատի տղաներին տրվել են շնորհակալագրեր։ Այժմ խնդրում ենք տղաներին բարձրանալ բեմ շնորհակալագրերը ստանալու համար։ Եվ այսպես, բեմ ենք հրավիրում Խաչիկյան Արմեն Նվերի, Օթարյան Մհեր Մերուժանի, Թադևոսյան Թաթուլ Հարությունի, Հազարյան Լիպարիտ Մելքոնի, Ուլյան Նայիրի Էդիկի, Պետրոսյան Դավիթ Գրիգորի, Սարգսյան Մարսպետունի Մանվելի, Հարությունյան Արտուշ Գևորգի, Մանուկյան Մանուկ Վազգենի, Եպիսկոպոսյան Վանիկ Հովանեսի, Աբրահամյան Համազազք Թադևոսի, Գրիգորյան Սերգեյ Ռուբենի, Մելիքյան Գևորգ Թաթուլի, Մխիթարյան Արգիշտի Մխիթարի, Գրիգորյան Աղասի Անդրանիկի, Հայրապետյան Գրիգոր Սարգսի, Իրակոսյան Ջիվան Բենիկի, բարձր ծափահարենք նրանց։ Ծափահարությունները չդադարեցնենք խնդրում եմ։ Շնորհակալություն մեր խիզախ եւ հայրենասեր համալսարանականներին։ Իսկ այժմ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մենեջերի Լիլիթ Տեր-Վարդանյանի հեղինակած համալսարան թմեր տուննես երգը կկատարեն Արծրուն Խանկերյանը, Լիլիթ Տեր-Վարդանյանը, Արենիկ Պրայզյանը Մարիցա Թիլիքյանը եւ Տաթև Ստեփանյանը։ Դիմավորենք նրանց։ Եվ քո միտքը այստեղ բարարեց, և արյունը դասեց կոթորվեց։ Դու կմնաս մի
սրտերում կմնաս միշտ, համալսարանում մեր տունն ես, մեր ապագան և մեր հույսներ, ինձ սիրտը բաց է, քեզ համար իմ հոգին բաց է, համալսարան քեզ սիրում է, քեզնով մենք ամուր ենք։ Եվ այսօր քո երազով ապրում են նոր մարդիկ, այդ երազն իրական ստեղծեց եկյալ մեր բուներ, քեզ համար սեր գտավ ընկերներ, դռներ բացեց, նոր բուն տվեց, մեր կյանքով օգնեց, իմ գրչովը ստավ, ես որդով մաքուր, քո կամքի ուժից քեզ արարեց, և քո միտքը այստեղ բարարեց, և արյունը դասեց կոտորվեց, դու կմնաս միշտ, մեր սրտերում կմնաս միշտ, համալսարանում մեր տունն ես, մեր ապագան և մեր հույսներ, ինձ սիրտը բաց է, քեզ համար իմ հոգին բաց է, համալսարան քեզ սիրում է, քեզնով մենք ամուր ենք։ Շնորհակալություն մեր սիրելի համալսարանականներ այս հրաշք կատարման համար։ Այո, համալսարանը եղել է, կա և կլինի մեր բոլորի տունը։ Իսկ այժմ առաջին կուրսեցիներին ողջույնի խոսք ասելու համար բեմ ենք հրավիրում Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆի Հարամյանին։ Դիմավորենք դրան։ Բարի երեկո մեծարգո ռեկտոր, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, հարգելի հյուրեր, ուսանողներ։ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, սիրելի առաջին կուրսեցիներ, մայր բուհի ուսանող կոչման արժանանալու կապակցությամբ։ Լինել ուսանող յուրաքանչյուր երիտասարդի համար դա մեծ պատիվ է։ Լինել Երևանի պետական համալսարանի ուսանող դա պարտավորեցնում է ձեզ։ Լինել առաջինը ձեր ընտրած մասնագիտության մեջ։ Ձեր ուսումնառության ողջ ընթացքում ձեր կողքին է լինելու Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը, որը իր ուրույն տեղն ունի Երևանի պետական համալսարանում։ Սիրելի ներկաներ, առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողության սա իմ վերջին ելույթն է, որպես ուսանողական խորհրդի նախագահ, բայց ես կշարունակեմ մնալ համալսարանական այլ կարգավիճակում։ Սիրելի առաջին կուրսեցիներ, սիրելի ուսանողներ, ձեզ ենք ավանդում ուսանողական խորհրդի այն բոլոր ավանդույթները, որոնք ձեռք ենք բերել տասնամյակներ շարունակ, և խնդրում ենք ձեզ պահել և շարունակել զարգացնել այդ ավանդույթները, որովհետև ուսանողական խորհուրդը Երևանի պետական համալսարանի, ինչպես Երևանի պետական համալսարանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում իր ուրույն տեղն ունի։ Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ սիրելի առաջին կուրսեցիներ, մաղթում ենք ձեզ բարի երդ և ասում բարի գալուստ Երևանի պետական համալսարան։ Շնորհակալություն։ Այժմ ելույթ կունենա Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մենեջերուհի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Մարիցա Թիլիքյանը։
երկնքում անտար լեռների կատարներ անհաս հավքի պես ժայռերին կավարած տաճարներ խաչերով պատված մի փոշոր արահետ հեռվում ուրես նա իր հետ տանում տունը իմ սարերից այն կողմ սարերից այն կողմ մի աշխարհ քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ քարեր հայ խաչեր անգամ ցավներ հայ ու հավերժ մի անուն դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ քո կանչով աղթական իմ հոր շուրթերի շարական աղոտ սերուններ խաչերով զինված հաղթեցի դարերի ճամփար քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ քարեր հայ խաչեր անգամ ցավներ հայ ու հավերժ մի անուն դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ մանկության ուշեր երկեր ջրերի կարկաչ դաշտերում քամի ու խոտակարմիր կանաչ այսօղում եմ ես ծնունդ առել այսօղում են ինձ ծնունդ տվել իմ հարազատ սուրբ մայր և իմ հարազատ սուրբ հայր քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ քարեր հայ խաչեր անգամ ցավներ հայ ու հավերժ մի անուն դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ դու ես իմ սրտում Հայաստան Շնորհակալություն Մարիցա։ Գեղեցիկ կատարում էր։ Հարգելի ներկաներ, այսպիսով մենք կազմարարեցինք միջոցառման սկիզբը։ Մինչ խոսքը հաջորդ հաղորդավարներին փոխանցելը, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Երևանի պետական համալսարանին, իդեմս ռեկտոր պարոն Արամ Սիմոնյանին եւ իհարկե մեր սիրելի մշակույթի կենտրոնին, իդեմս տնօրեն մեր շատ սիրելի ընկեր Դավթյանին։ Մեր ուսանողական տարիները, մեր կյանքի լավագույն տարիները ել ավելի լավը դարձնելու համար։ Հարգելի առաջին կուրսեցիներ, ես մի խնդրանք ունեմ ձեզ, կարողացեք գոհանալ, պահել այն յուրաքանչյուր վայրկյանը, պահը, որ դուք ապրում եք այստեղ։ Մի քիչ շատ մեծական հնչեց խոսքը, տենց մեծ չէ, էլի մեր տարբերությունը տարիքային, բայց հավատացեք, որ հենց այդպես էլ կա իրոք։ Սրտից բխած խոսքեր էին պարզապես։ Այժմ մեր հաղորդավարական բարձրախոսը սիրով փոխանցենք Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի համալսարանական թատրոն ստուդիայի հաջորդ սերնդին։ Դիմավորենք բանասիրական գիտությունների թեկնածու, ժուրնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Դավիթ Սարգսյան և տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ Շուշան Մարգարյան։ Իսկ մենք գնացինք։ Հաջողություն, հաճելի երեկո։
Բարի երեկո, մեր կարոտած համալսարանական բեմ, բարի երեկո բոլոր համալսարանականներին։ Ողջույն բոլոր հյուրերին։ Նախ եկեք ծափահարություններով ճանապարհենք մշակույթի կենտրոնի ամենաավագ սերնդի ներկայացուցիչներին, համալսարանական թատրոն ստուդիայի նախնիստներ, ժուրնալիստիկայի ֆակուլտետի իմ հարազատ ֆակուլտետի շրջանավար, ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի օգնական Սյուզաննա Սարուխանյան Եվ Պատմության ֆակուլտետի շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածու, Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանց։ Այ հիմա ճանապարհեցինք ավագ սերնդին, մնացինք մենք մերոնցով։ Բարի երեկո, սիրելի համալսարանականներ։ Ուրախ ենք, շատ ուրախ ենք այսօր բոլորին տեսնել այստեղ եւ առաջին հերթին նաեւ ուրախ ենք մենք ինքներս գտնվել այստեղ այս բեմի վրա այսքան տարիներ անց։ Այո, տարիներ անց կրկին վերադարձել ենք, իհարկե եւ համալսարանական շրջագայությունները եւ Արցախում, Բերձորում համալսարանի հիմնած պուրակները եւ տարբեր համերգային ծրագրեր, որ ունեցել ենք Հայաստանում, Արցախում եւ Ջավախքում, միայն ու միայն վառ հուշեր են առաջացնում։ Օրինակ հիշում ես Շուշան, երբ մի անգամ Բերձորի դպրոցում համերգ էինք տալիս եւ Գետաշները երգելու ժամանակ մեկ էլ շենքը հոսանքազրկվեց, լույսերը տարան եւ մենք շարունակեցինք երգել բոլորս հոտնկայս եւ կենթանի ձայնով, երբ հենց երգը ավարտեցինք, լույսերն անմիջապես տվեցին։ Եվ իհարկե բոլոր հյուրերն էլ մեզ հետ միասին։ Այո։ Հիմա շատ ուրախ ենք, որ մեր հաղորդավարական զույգին է վստահվել անցկացնելու ամենապատվաբեր, ամենակարևոր մասը այս միջոցառման առաջին կուրսեցիների երթման հանդիսավոր արարողությունը։ Դավիթ, օրինակ հիշում ես, մի քանի տարի առաջ 2007 թվականին դու ինքդ այս բեմից երթվում էիր եւ ընթերցում էիր առաջին կուրսեցիների երթման պատվավոր տեքստը։ Շատ դու դա դժվար հիշես, որովհետեւ այդ ժամանակ դու դեռ աշակերտ էիր։ Փոխարենը 1 տարի անց 2008-ին արդեն երբ ես էի վարում այդ միջոցառումը, դու էիր երթվում։ Այնպես որ երկուսս էլ անցել ենք այս փորձության միջով, հիմա արդեն խոսքը տանք նորելուկ համալսարանականներին, որոնք գալիս են գրոհելու, նվաճելու մայրբուհը։ Եվ մեծ սիրով բեմ ենք հրավիրում Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Կարնիկ Առաքելյանին եւ աշխարհագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Գալինա Կարապետյանին։ Սիրելի առաջին կուրսեցիներ, նրանք ովքեր խմբված են այստեղ, դուք եւս պետք է մեր բեմի համալսարանականների հետ երթվեք։ Վերջում կխնդրենք բոլորս միասին 3 անգամ կրկնենք երթվում եմ, երթվում եմ, երթվում եմ։ Եվ այսպես սիրելի առաջին կուրսեցիներ, համեցեք բեմ, ծափահարությունների ներքո հրավիրում ենք նրանց։ Ես Երևանի պետական համալսարանի ուսանողս երթվում եմ։ Լինել որոյական վեհ հատկանիշների եւ ազգային արժանների ջահակիրը։ Վառ պահել մաշտոցյան իմաստասիրած կանթեղը։ Լինել նպատակասլաց ուսանող, սիրել ու հարգել կրթության ու գիտության ուղիներին, լույս սփռող նվիրյալ դասախոսներին։ Ծառայել եւ հնարավորինս նպաստել երկրի առաջընթացին ու պետականության զարգացմանը։ Սիրել մայրբուհը եւ արժանի լինել Երևանի պետական համալսարանի ուսանող բարձր կոչմանը։ Երթվում եմ, երթվում եմ, երթվում եմ։ Ծափահարություններով ճանապարհ ենք մեր առաջին կուրսեցիներին, ավելի բարձր։ Այս պահից սկսած սիրելի առաջին կուրսեցիներ, դուք ձեզ կարող եք համարել լիիրավ համալսարանական։ Եվ ձեզ բոլորին ցանկանում ենք հրաշալի տարիներ Երևանի Պետական համալսարանում։ Այսօրվանից սկսած դուք կարող եք համարել Պետական համալսարանը ձեր, ինչպես ասում են, alma mater, կերակրող մայր։ Սիրեք մայրբուհը եւ եղեք արժանահավատ ուսանող։ Մենք շատ ենք նախանձում ձեր սերնդին, որովհետև ձեզ բախտ է վիճակվել համալսարանում սովորելու այն շրջանում, երբ
ընդամենը 3 տարի անց Հայաստանի մայր բուհը կրթության եւ գիտության առաջնեկը նշելու է հիմնադրման 1 տարյա Հոբելյանը։ Այսպիսի բարձր տրամադրության ուրախ ելևէջներով մենք շարունակում ենք մեր համերգային ծրագիրը եւ ողջունում ենք մեր հյուրերին՝ Վիգեն Ահարոնյան, Արթուր Մկրտչյան եւ Սեդրակ Պապյան։ Իմ բանակը, դիմավորեք։ Ողջույն, սրտան շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ մեզ բոլորից եւ հիմա բոլորս բարձր ծափահարում ենք բոլոր այն զինվորներին, ովքեր հենց այս պահին առաջնագծում են բարձր։ Եվ կանգնած եմ լեռմասից որպես թշնամու առաջ ով էլ հանդգնի իմ դեմ ելներ կռվելու եմ աննահանջ գլխից վերևը եռագույնը կռիվ կտամ և կյանք բարձր կպահեմ ես քո անունը քո պատիվը իմ բանակ Ես չունեմ քեզնից թանկ ոչ մի բան հարազատ իմ հող Եվ դարձրել եմ քեզ համար սահման Սիրտս բաբախող Ով էլ հանդգնի իմ դեմ ելնել Ես եմ լինելու հաղթող Գլխից վերևը եռագույնը Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Գլխից վերևը եռագույնը Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Այստեղ բոլորս և պայվել ենք Եվ դուք նվացի որ լվեք Հայոց երկրի պահապաններ ենք Եղել ենք կանք ու կլինենք Գլխից վերևը եռագույնը Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Գլխից վերևը եռագույնը Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Քո պատիվը իմ բանակ Քո պատիվը իմ բանակ Շնորհակալություն, ևս մեկ անգամ շնորհավոր Եվս մեկ անգամ ծափահարենք մեզ հյուր եկած երգիչներին եւ այս երգը նվիրենք մեր համալսարանականներին, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին դարձյալ մեկնեցին Արցախյան առաջնագիծ։ Շնորհակալություն։ Եվ կրկին այս բարձր ուրախ նոտայով ելևեջով շարունակենք ձայնը եւ երգի իրավունքը տալով Հայաստանի վաստակավոր արտիստուհի մեզ հյուր եկած Զարուհի Բաբայանին։ Համեցիր Զարուհի։ Դիմավորեք։ Hey, boy.
քաջել հայրենի երկրի գլխում շատ քաջերի հետ իմ յարներ վիդայ է դարել սարերում շատ քաջերի հետ իմ յարներ վիդայ է դարել սարերում Շնորհակալ եմ, շնորհավորում եմ բոլորիդ սիրելիներս, մեր հանրապետությունն էլ ենք անել, չգիտեմ, տարիքով չի, դուք շատ երիտասարդ եք և ուզում եմ, որպեսզի ձեր ճանապարհը ինչպես և մեր հանրապետության ճանապարհը, մեր անկախության ճանապարհը լինի կանաչ, անհոգ և ուզում եմ, որ մենք իսկապես ապրենք շատ հզոր երկրում, շնորհավորում եմ բոլորիդ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Զարուհի Բաբայան։ Գովք Ֆիդայի։ Ճանապարհենք ծափահարություններով։ Դավիթ, ես հասկանում եմ, որ մենք երկուսս էլ մեր տարերքի մեջ ենք, վերջապես նորից հայտնվել ենք այս բեմին, բայց արի էգոիստ չգտնվենք և ի վերջո այս հրաշալի բեմը զիջենք հաջորդ սերնդի ներկայացուցիչներին։ Դիմավորեք Մշակույթի կենտրոնի աշխատակից, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Գեղեցկուհի Մարի Գրիգորյան և Աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտ Գրիգոր Էլիզբարյան։ Իսկ մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն հայտնենք մեր ընկերներին Դավիթ Սարգսյան, Շուշան Մարգարյան։ Բարի երեկո, հարգելի ներկաներ, սիրելի համալսարանականներ։ Բարի երեկո, անկախության սերնդի սիրելի առաջին կուրսեցիներ։ Դուք այն երջանիկներից եք, որ ձեր առաջին կուրսեցի լինելու հանգամանքը զուգակցվել է անկախության 25-ամյակի հետ։ Շնորհավորում ենք ձեզ, մաղթելով բարի,
միևնույն ժամանակ պարտավորեցնում ենք շարունակել մեր համալսարանի ավանդույթները, որպեսզի կամրջեք գիտելիքն ու հայրենասիրությունը, լինեք արժանապատիվ հայ մարդ, պահպանեք մեր երկար սպասված անկախությունը։ Դու իմ հետադարձած ծերս և իմ եզակի ճակատագիրը, իմ բաց երկերը, իմ վերքերը փակ, իմ հիշատակած միակ երկիրը, անկրկնագոշիկ համապատմության սայթակումները մեզ աղավաղել և թաց երկերս փակ վերքերիս մեջ սատանայաբար փորձել են թաղել, որպիսի դառնամ թափառող ծրար, չունենամ նույնիսկ հետադարձ հասցել, բայց մենք վերստին փարվել ենք իրար ու հուսաբանել, Տեր, մի արասցել, դու իմ հետադարձ հասցեն ես միակ, իմ անկրկնելի ճակատագիրը, իմ բաց երկերը, իմ վերքերը փակ, իմ հիշատակած միակ երկիրը։
ուշ կրա Քեզ թող ջերմացնի Տունը չեմ պահի Քոնն եմ ես իմ սեր կյանքը Իմ անուշ հայրենի Քո նմանը չգիտեմ ես Իմ անուշ հայրենի Իմ անուշ հայրենի Շնորհակալություն հայտնենք մշակույթի կենտրոնի մենեջերուհի Էմմա Բաղդասարյանին, ով հանդես եկավ Իմ անուշ հայրենի երգով։ 1990 թվականի օգոստոսի 23-ին անկախության հռչակագրով տրվեց անկախ պետականության հռչակման գործընթացի սկիզբը։ Խորհրդարանի որոշմամբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին պետք է անցկացվել անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե։ Հայ աստղագետ եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը այս առիթով նշել է. Ոչ մի կասկած չունեմ, որ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կարտահայտի իր վաղուց հասունացած կարծիքն ու վճռականությունը, ասելով այո։ Երևի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդ չափով միասնական ու միաձույլ չի եղել տրամադրված։ Բոլորս գիտենք, որ անկախ կյանքի ճանապարհին կարող են լինել դժվարություններ, բայց համոզված եմ, որ մեր միասնականության ուժով դրանք կհաղթահարվեն։ Եվ ահա 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ սպասված հանրաքվեն եւ հայ ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ Հայաստանի։ Անկախ Հայաստանի նվաճումների բարձրակետը Արցախի ազատագրումն է։ Այս գործում ի թիվս հազարավոր այլ հայորդիների սրբացել են նաև համալսարանի մի շարք ուսանողներ, շրջանավարտներ։ Վկան այն լսարանները, որոնք կրում են մեր զոհված ազատամարտիկների անունները, հավերժ փառք ու խոնարհում նրանց հիշատակին։ Մենք հպարտորեն նվաճեցինք մեր անկախությունը եւ վեհանձնորեն հուսակեցինք մեր հաղթական ուղին։ Իսկ այժմ դիմավորեք Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մենեջեր բազե 2016 համահայկական երիտասարդական հավաքում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած Հովանես Կարապետյանին։ Երազի իմ երկիր։ Ձեր բարձր ծափահարությունների ներքո Երազի իմ երկիր հայրենի Հոգսերդ շատ ու հույսդ մեծ Արքարոտ երկիր Երազ իմ երկիր հայրենի Հոգսերդ շատ հույսդ մեծ Արքարոտ երկիր Ես մի բուրն եմ քո հողի Ես մի ծիլն եմ քո արդի Ես մի թերթն եմ քո ծաղկի հայրենի երկիր Ես մի բուրն եմ քո հողի Ես մի ծիլն եմ քո արդի Ես մի սարքն եմ քո բասկի հայրենի երկիր Հայաստան երազ իմ երկիր հայրենի Հոգսերդ շատ
հույսդ մեծ արծվապույն երկին երասիմ երկին հայրենի հոգսերդ շատ հույսդ մեծ արծվապույն երկիր իմ բաբերն են քեզ շահել իմ եղբայրքն են քեզ պահել քոնն եմ որդիքն իմ չահել հայրենի երկիր ես մի բուրն եմ քո հողի ես մի ծիլն եմ քո արդի ես մի սարկն եմ քո մասկի հայրենի Հովհաննեսը ապացուցեց, որ իզուր չի արժանացել առաջին պատվավոր հորիզոնականին, շնորհակալություն ենք հայտնում Հովհաննես հրաշալի կատարման համար։ Իսկ այժմ Երևանի մասին գեղեցիկ երգով հանդես կգա Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մենեջեր, միջազգային եւ հանրապետական ուսուցիչների դափնեկիր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Գրիգորյանը։ Երևան, իմ ամեն երգի մեջ դու կաս ու երգում ես, դու ես դատավորս, վկաս, հավատքս, երդումս։ Եթե կյանքի ճամփաներով ես հեռանամ քաղաքից, եթե օտար քամին տանի ինձ հարազատ իմ ափերից, եթե սուզվեմ օտար նավով ալիքներում օտար ծովի հետ պիտի գամ թեկուզ անցած դարից, ես կարոտից իմ
Անցած սերս, անցած սիրո երկս, Երևանս, 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 Անդարձ կորավ մանկությունս, քո թաղերում Երևանս, որպես փարոս լինի կանչող, լինի անմար թող որ հերոս զավակները փարոս դառնան հենց քեզ համար թող ինձ նման սիրահարվեն հավետ մնան հենց սիրահար Պատուհանից նայեն ու քեզ տեսնեն և աղոթեն բախտիդ համար Երևանս, Երևանս Դարերի մեջ կորած դարեզարդես Երևանս, Երևանս, Երևանս Որքան ույսի Խաչքարերիդ Երևանը Շնորհակալություն Տիգրան անկեղծ ու սիրով կատարում մեզ պարգևելու համար։ Մեկ անգամ եւս հաստատվեց այն փաստը, որ Երևանը անբաժան տեղ ունի մեր սրտում։ Հարգելի ներկաներ, այժմ ձեր բարձր ծափարությունների ներքո բեմ հրավիրենք Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի երգչախմբին գեղարվեստական ղեկավար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, խմբավար Ռուբեն Կարասեֆերյան, կոմիտասիան երգերի շարան։ Markare,
Անդով հոգյուրա հայարս Բարի երկան սուրտ մշահանդով հոգյուրա հայարս Մահենով գնանցնցի երասոնցի հայարս Գողունով գնանցնցի երասոնցի հայարս Ես մասիսի ծեհրն եմ հոգյուրա հայարս Ես իմ խոսքի տեհրն եմ հոգյուրա հայարս Յահարով հրով հայարս հոգյուրա հայարս Գողունով հրով հայարս հոգյուրա հայարս Արնեմ է տամին յարը, արնեմ է տամեն սարը Արնեմ է տամին յարը, արնեմ է տամեն սարը Արնեմ է տամեն սարը, սերանելով իմ յարը Արնեմ է տամեն սարը, սերանելով իմ յարը Յարեմ գտել նարի պես, ընգուզեն ու ծարի պես Յարեմ գտել նարի պես, ընգուզեն ու ծարի պես Ուր որ է կամ կայնած է, էլ մեր սիրուն սարի պես Ուր որ է կամ կայնած է, էլ մեր սիրուն սարի պես Ուր որ է կամ կայնած է, էլ մեր սիրուն սարի պես Ուր որ է կամ կայնած է, էլ մեր սիրուն սարի պես Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի երգչախումբ շնորհակալություն հայտնենք հրաշալի տրամադրություն փոխանցելու համար Սիրելի ներկաներ, ձեզ համար այժմ մենապարով ելույթ կունենա Բազե 2016 համահայկական երիտասարդական հավաքում երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրած Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթի մենապարուհի Անի Օրդյանը, պարային բեմադրությունը Իրեն Ուլիխանովայի See
Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի աղջիկների բարային համույթի մենապարուհի Անի Օրդյան։ Հարգելի ներկաներ, այժմ սիրով բեմ ենք հրավիրում Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի մեներքիչ, տնտեսագիտության թեկնածու, դասախոս Արծրուն Խանգելցյանին, Ղափամամ։ Ողջույն սիրելի համալսարանականներ։ Hey! Van llegando los armiñones en la casa porque se formó el rumbo. Y ahora, como dicen, la mamá. Así, ajá, ahí mamá. Huepa, huepa, huepa. Así se baila. Que todo el mundo llegue. Armenia. Hey Can Ղափամա, համոփոտո Ղափամա, Hey Can Ղափամա, բեղը մեջը Ղափամա, Hey Can Ղափամա, համոփոտո Ղափամա, Hey Can Ղափամա, անուշկաթո Ղափամա, արագ հասածությունը, արագ բերինք մեր տունը, մանուճարդած աղեցիք, թորի մեջը գախեցիք, ջուրները սինգը ծոլա, Էպես տարեք չծորա, էպես տարեք չթապի, խաշորելս չատոտի, Էй ջան Ղափամա, համոփոտով Ղափամա, Էй ջան Ղափամա, մեղրը մեջը Ղափամա, Էй ջան Ղափամա, համոփոտով Ղափամա, Էй ջան Ղափամա, անուշկաթով Ղափամա, գտալ արած եք անդուն, 100 հոգի անկշուն, Ես ինչ անեմ, 100 հոգում մեկ տտում, Եկան էլ հերու հոգում, եկան էլ մերու մորգուր, Եկան քերի քերակին, խնամի ու տեք կրկին, Եկան սանիկ սանամներ, հարսանք ուրու հարսանպեր, Եկան մոտի քերավոր, ուսոն կանչ կեսուր ու կավոր, Ջան, հեյ ջան, հեյ ջան, ջան, հեյ ջան, Hey John, hey John. Señoras y señores, aquí están los armenios. En español sabe mejor. Ղափամա, Ղափամա, համոփոտով Ղափամա, հատտումը, առանց բերինք մեր տունը, Ղափամա, մեղը մեջը Ղափամա, հիմա լծենք շաքարը, ինչ եղեցիկ է այս բարը, Salsa, salsa, para, salsa, para, Ղափամա, Ղափամա, անուշկաթով Ղափամա, արի որ վայել ենք այս պահը, Ղափամայի հետ այս բարը, Չա, չա, հա, Que se escuche hasta en Colombia. տրամադրությունը լավ է, Hey John, hey John, hey John, Ղափամա, համոփոտով Ղափամա,
Hey can rapama Mera meche rapama Hey can rapama Hamo foto rapama Hey can rapama Anushka chot rapama Rapama այնամա Շնորհակալություն։ Արծրուն Խանգելձյան։ Շնորհակալություն քեզ Արծրուն նորովի մատուցելու այս երգը եւ մեզ բարձր տրամադրություն փոխանցելու համար։ Թեև անձրևում է, բայց վստահ եմ, որ ձեր տրամադրությունը շատ բարձր է։ Եղանակային պայմանները եւ առհասարակ ոչինչ չի կարող խանգարել համալսարանականներին։ Եվ կխնդրեիք այս պահին ապացուցել այդ փաստը, որ ձեր տրամադրությունը իսկապես շատ բարձր է։ Իսկ այժմ մեր հաջորդ մասնակցին ներկայացնելիս հյուր ասելը սխալ կլինի, որովհետև նա ոչ միայն համալսարանի պատվավոր ուսանողուհի է եղել, այլև Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի աշխատակցուհի 8 տարի։ Դիմավորեք, գեղեցկուհի, տաղանդավոր, սքանչելի անձնավորություն Լիլիթ Տեր Վարդանյան, նա հանդես կգա իր հեղինակային երգի պրեմիերայով անվերնագիր։ Շնորհակալություն Գրիգոր, շնորհավորում եմ սիրելի առաջին կուրսեցիներ և իմ հեղինակային երգը նվիրում եմ ձեզ։ Անցնում է կյանքը և տանում իր հետ հուշեր Մեզ թողնելով մեր անցյալից փոքրիկ մի ստվեր Ես չգիտեմ այսօր թե վաղն ինչ կլինի Քեզ կտեսնեմ թե մենք երբեք չենք հանդիպի Եվ իմ կյանքում դեռ չի եղել այսքան կարող Եվ քեզ տեսա և ապրեցի քո աչքերով Ու ես վարվում եմ քեզ իմ աղոթքի թևով Ես քեզ պաշտում եմ Ես շնչում եմ քեզանով Թեև հեռու, բայց երազներն են իմ քեզ Եվ առանց քեզ դարձել է կյանքն իմ անհեթեթ Բայց միշտ հիշի, որ սպասելու եմ քեզ ապեր Միայն քեզ հետ և քեզ համար Մեծ աշխարհում ես Քեզ գտա և քեզ կորցրի Եվ թևավոր իմ վառ հույսերը մարեցին Եվ փակեցին աչքերը մեր անթիվ ձեռքեր Եթերացան, անհետացան Եվ հալվեցին երազաններ Եվ իմ կյանքում դեռ չի եղել այսքան կարող Եվ քեզ տեսա Եվ ապրեցի քո աչքերով Ու ես վարվում եմ քեզ իմ աղոթքի թևով Ես քեզ պաշտում եմ Ես շնչում եմ քեզանով Թեև հեռու, բայց երազներն են իմ քեզ հետ Եվ առանց քեզ դարձել է կյանքն իմ անհեթեթ Բայց միշտ հիշիր, որ սպասելու եմ քեզ ապեր Միայն քեզ
եղել այսքան կարոտ Եվ քեզ տեսա Եվ ապրեցի քո աչքերով Ու ես փառքում եմ քեզ Իմ աղոթքի ձևով Ես քեզ պաշտում եմ Ես շնչում եմ քեզանով Թեև հեռու բայց երազներն են իմ քեզ Եվ առանց քեզ դարձել է կյանքն իմ անհեթեթ Բայց միշտ հիշի, որ սպասելու եմ քեզ հավետ Միայն քեզ հետ և քեզ համար Միայն քեզ հետ և քեզ համար Շնորհակալություն Լիլիթ Շնորհակալություն անզուգական կատարման համար Շնորհակալություն Շնորհակալություն Լիլիթ Շնորհակալություն Հարգելի ներկաներ, մեզ հատկացված բաժինը մենք արդեն ավարտում ենք եւ սիրով ուզում ենք խոսափողը փոխանցել հաջորդ սերնդին եւ այսպես ձեր ծափարությունների ներքո բեմ հրավիրենք ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Թումանյանին եւ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ գեղեցկուհի Նորա Անանյանին Ողջույն հարգելի ներկաներ Ողջույն 25-ամյա անկախ Հայաստանի Երևանի պետական համալսարանի սիրելի առաջին կուրսեցիներ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում անմոռանալի ուսանողական տարիներ 25-ամյա անկախ Հայաստան 25-ամյա անկախ Արցախ Անկախությունը ուղղակի չնվիրվեց մեզ Մենք այն ձեռք բերեցինք պայքարի գնով Պայքար, որը տվեց հերոսների մի նոր սերունդ Պատմությունը սակայն չգիտե մի հեղափոխություն, ազատագրական մի պայքար, մի մեծ գաղափար, որ պսակված լիներ հաջողությամբ առանց նոր սերնդի մասնակցության։ Այսօր հայրենիքի սահմաններին կանգնած են մեր սերնդակիցները։ Մենք համոզված ենք, որ նրանք մեծ սիրով են պաշտպանում մեզ, այնպես որ եկեք բարձր ծափողջություններով մեր շնորհակալությունը հայտնենք նրանց։ Այժմ բարձր ծափողջություններով բեմ հրավիրենք Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի երգչախմբին։ Անկախության սերունդ խումբը ձեզ կներկայացնի շատ սիրված Հուսո Արագաստ կատարումը նոր մեկնաբանությամբ։ Ջերմակ արվեստ
հողեր, վերցրու քեզ հետ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկի ասկեր, մեր քրիկյան մար երկով, մեր բաբերի կարոտ երկրով, ուսոչեն մակարգաստով հասիր, վերցրու քեզ հետ սրտերը մեր լերներից հաղախ հողեր, վերցրու քեզ հետ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկի ասկեր, մեր քրիկյան մար երկով, մեր բաբերի կարոտ երկրով, ուսոչեն մակարգաստով հասիր Աստծով։ Վերցրու քեզ հետ սրտերը մեր լերներից հաղախ հողեր, վերցրու քեզ հետ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկի ասկեր, մեր քրիկյան մար երկով, մեր բաբերի կարոտ երկրով, ուսոչեն մակարգաստով հասիր Աստծով։ Գիթառահարների խումբ, գեղարվեստական ղեկավար Նորայր Շահբազյան, նվագակցում են Արեն Զոհրանյանը, Արման Մանուկյանը և Աննա Հովանիսյանը։ Բարձր ծափողջություններով բեմ հրավիրենք նաև Մշակույթի կենտրոնի համալսարանական թատրոն ստուդիայի սաներին։ Երեխեք, ուզում եմ այս լավ առիթը սկսեմ ինչ-որ ճիշտ տրամադրությամբ։ Ուզում եմ մի բան ասել, բայց կանգնած կասեմ։ Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև դու նա ես, որի խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու, որովհետև դու նա ես, որի համար կռվի են ելնում առանց հրամանի, որին ասում են միակ, կարոտում են հերվից ու կարոտից արտասում են օտար սրճարաններում և չգիտես թե ուր լողացող նավերի վրա։ Ես այս երգը երգում եմ սկզբից, որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո էլ ոչինչ չենք ունենա կորցնելու։ Ճիշտ, այս տրամադրությունը շարունակել համար խնդրում եմ քո երգը կերքես։ Մերսի։ Վախկոտ թշնամուն իմիս ձերքերով այլ ոչ կացինով քնած ժամանակ ինձ կոչում են հերոս այլ ոչ հենց պատար հոգված թշնամուն
թշնամու սևինով կեղտոտ Իմանում է արդա Վաղճանս հաղթանակ Եկերտ ենք միասին Ազատ ու անկախ Միացյալ Հայաստան Իմանում է արդակ Օրնյալ հայորդի Երբեք չգտնի Խոսքիս մեջ կեղծիկ Անունը զավա Կնքուշ հայոց մոր Որ դարեր շարունակ Երգում էր օրոր Երգում էր օրոր Էրոսին անման Անձիր էրոսն անքուն էր Դարձյալ Երգում էր օրոր Սեղմաս ձերքերով Զոհել հնչումներ նաղոտ Իմանում է դուշման Նժդե հարաբով Կանգնած եմ ահա Բարձունքին երող Կանգնած եմ պատրաստ Կրվին որ երբեք Չի կնքի ավարդն Ավարդնել եմ ես Սարի հաջազատական պատրաստ եմ ապրել հանուն հայության կազմել ընտանիք լինել երջանիկ երազում այստեղ լուսնած միամիտ իմանում է հա որտեղ լինեմ անունս պայքար Վաղճանս հաղթանակ, անցա վերջապես խաղաղ հողի Լավ երեխեք, հայրենասիրական բանաստեղծություն ասացինք, ինչ կլինի, որ մի բան էլ ես ասեմ։ Բայց սիրային, այ օրինակ Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծություններից։ Քո աչքերի հետ ես հավերժաբար զրույց եմ արել։ Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ, ուրիշ երկրի մեջ, ուրիշ մի վայրում։ Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել, քո աչքերի հետ։ Դու նա ես, որն իր բացակայությամբ դատարկ է թողնում իմ էությունը, նա, ով արարվեց, որ ունայնության ես մթնոլորտում, մենակ չմնամ, նա, ով ինձ ուրիշ մի դարում ասաց սկսիր, սակայն այս դարում ներիր, չեմ կարող արդեն սպասել։ Դելով էլի, հերիք չի տխրենք։ Առաջարկում եմ մեզ մութ ու տխուր երեկոն լուսավորեմ իմ արևոտ երգով։ Դե՞։ Ասեմ բարև, իմ արև, արև Ինձ գրկիր, որ ես հասնեմ վերև, շատ վերև Քո լույսը կյանք է սերև, լույս է, երբ ինձ ժպտում ես, ինձ համար ուժ է, դու ինձ շատ պետք ես Չկա մի օր առանց քեզ
քո լույսը թանկ է, կյանք է, սեր է, երբ ինձ նայում ես, ամենից վեր է, դու ինձ շատ պետք ես, երբ ինձ հետ ես շկան բարեր, իմ Քեզանով հոգիս ապրում է սեր, իմ արև, ինձ գրկիր, որ ես հասնեմ վերև, շատ վերև, քո լույսը կյանք է, սեր է, հույս է, երբ ինձ շպտում ես, ինձ համար ուժ է, դու ինձ շատ պետք ես, չկա մի օր առանց քեզ, քո լույսը թանկ է, կյանք է, սեր է, երբ ինձ նայում ես, ամենից վեր է, դու ինձ շատ պետք ես, երբ ինձ հետ ես շկան բարեր, առանց քեզ սուրտ է, մութ է, հետ չկաս, ես շատ տխուր եմ իմ արև, լույսը քո կյանք է, թանկ է, երբ ինձ շպտում ես, դա ինձ համար ուժ է իմ արև, իմ Քեզանով հոգիս ապրում է սեր, իմ արև, առանց քեզ սուրտ է, մութ է, երբ չկաս, ես շատ տխուր եմ իմ արև, լույսը քո կյանք է, թանկ է, երբ ինձ շպտում ես, դա ինձ համար ուժ է իմ արև, Մշակույթի կենտրոնի մեներկչուհի Անի Քոչարյան, Անին իսկապես իր ջերմությամբ լուսավորեց և պայծառ տրամադրություն փոխանցեց մեզ, ծափահարենք նրան, համալսարանական թատրոն ստուդիայի սաներին և Ժիրայր Պետրոսյանին։ Իսկ այժմ դիմավորենք մշակույթի կենտրոնի մեներկիչներ Էլեն Տոնոյանին և Վահե Մովսիսյանին, այնտեղ։ Վառլույսերը քաղաքի ինձ տանում են քեզանից, լուր դեմքերն անցորդների, հայացքն են անցյալի, ես այսօր քո աչքերում կարդացի մի նոր գրում, լռությունն է խոսքը իմ, խոստովանություն, մի գրակ հոգու Անդադար քո ետևից, ես գալիս եմ չեմ հոգնում, ինձ համար միակ ուղին, քո լույսն է այս մթում, երբ հասնեմ ես կտեսնեմ, աչքերում քո խենթություն, լռությունն է խոսքը քո, խոստովանություն, մի գրակ հոգու աղետ, սերը քո սերը, տանում եմ ինձ հետ, տանում եմ ինձ հետ, այնտեղ
չկա սահման, երազներն են անսահման, այնտեղ ուր սերն է, երբ նորից վերադառնամ, հուշերի մեջ կմնամ. Երազներն են անսահման, այնտեղ ուր սերն է, երբ նորից վերադառնամ, հուշերի մեջ կմնամ, այնտեղ ուր կյանքն է, մեզ համար չկա սահման, երազներն են անսահման, այնտեղ ուր սերն է, երբ նորից վերադառնամ, հուշերի մեջ կմնամ. Հարգելի ներկաներ, մեկ անգամ եւս հիշենք, որ ապրիլյան քարորյա պատերազմի ընթացքում բազում հայորդիներ, այդ թվում նաեւ մի շարք համալսարանականներ կամավոր մեկնեցին Արցախ, զորակցելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Սիրելի զինվորներ, մենք խոնարհվում ենք ձեր առջև, մեծարում ենք այն հզոր ուժը, որը ձեր սրտում ոցավառվել է հայրենիքի սիրով։ Այժմ առաջարկում ենք լսել մի երգ, որը հենց այդ սիրո մասին է։ Բալլադ զինվորի մասին։ Երաժշտություն Ռիտա Սարգսյանի, խոսք Ավետ Բարսեղյանի։ Ելույթ կունենա Մշակույթի կենտրոնի երգչախումբը, մենակատարներ Վարսիկ Ղազարյան, Տիգրան Գրիգորյան, Մարիան Նավարոսյան, Հովանես Կարապետյան և Դիանա Սարգսյան։ Մորպես աղոթում է, ամբողջ
թողեցիր անկյանքի խաչ դարձար գավթում հայոց վանքի Քո հավատն ուժեղը թշնամուց մահն է սարսափում քո քաչ ոգուց կյանքը զոհեցիր հանուն կյանքի խաչ դարձար գավթում հայոց վանքի Հայրենիքը որպես աղոթում է ամփորձակ լինես հայոց ինքով քո խիզախ անունը մեր սրտում է մեր օրյա հերոս մեծ փառավոր հայրենիքը որպես աղոթում է Տեր Աստված հեռու կույր գնդակից մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է հայ զինվոր անպարտ մեր բանակի հայ Մեր խաղաղ կյանքի համար պայքարում համար զենքը չես դրել դու վայր հայ զինվոր քաչ եղբայր չհասցրիր դառնալ դու հայր բայց անունդ է մնալու քեզ սերունդներն են հիշելու հայ զինվոր մեր լեռ ու պաշտպան Հայրենիքը որպես աղոթում է քո հոգու համար հայոց զինվոր քո խիզախ անունը մեր սրտում է մեր օրյա հերոսն ես փառավոր Հայրենիքը որպես աղոթում է Տեր Աստված հեռու կույր գնդակից մեր խաղաղ գիշերը քո ձեռքում է հայ զինվոր անպարտ մեր բանակի հայ զինվոր հայ զինվոր հայ զինվոր Հարգելի ներկաներ, սիրելի առաջին կուրսեցիներ, մեր համերգային ծրագիրը կարծես թե մոտենում է իր ավարտին։ Շնորհավոր տոնը 25-ամյա անկախ Հայաստանի Հանրապետություն։ Եվ մեզ այս պահին ըստ էության մնում է շնորհակալություն հայտնել Երևանի Պետական Համալսարանի ռեկտորատին, հանձին ռեկտոր պարոն Արամ Սիմոնյանին, մեր շնորհակալությունը ձեզ, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամին միջոցառման իրականացմանը աջակցություն ցուցաբերելու համար։ Ինչպես նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում այս ամենի տաժանակիր աշխատանքները իր ուսերին վերցնելու եւ պատվով իրականացնելու համար Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանին։ Եվ վերջում ավանդույթին համաձայն եկեք բոլորս միասին բարձր վանկարկենք ԵՊՀ Սացին մայր կաճար